երկինք խաղաղ երկիր հաղթական Այս անգամ հանդիպումները Փյունիկ եւ Արտավազ գյուղերում էին, որտեղ ընդունելությունը կրկին ջերմ էր։ Ինչպես բոլոր գյուղերում, այստեղ էլ նույնպես կային խնդիրներ, եւ այդ խնդիրների լուծման համար գյուղացիները հանդիպման էին եկել պատգամավորության տեխնացու Դավիթ Քոչարյանի հետ, հույս ունենալով, որ առաջիկա տարիների ընթացքում գյուղին վերաբերվող առօրյա խնդիրները իրենց լուծումը կստանան։ Հարցերը բազմազան էին, սակայն այդ ամենի լուծման համար անհրաժեշտ է թեթև թիկունքի լինել եւ քայլել ժամանակին համընթաց։ Mancan sărtov, Goriun vocov, Amur am part, haireni Lenerov kamgov, Najerov tzadkov, haireni Քոչարյանը շատ լավ մարդ է, ես լսելով որ շատ լավ։ Սազմա, որ լիք, ընտրիվ ես համաձայն եմ 100%։ Я очень рада, он что говорит, то и выполняет։ Նա շոստի խոս չտվեց, ասեց, ես տեսեք, ձեզ չեմ ուզում խաբեմ, կոքն եմ, ուժերի սահմաններում։ Դա ավելի լավ է, քան թե ասի, անում եմ, անելու եմ ու չանեմ։ Ազգային ժողովի պատգամավորության տեխնացու Դավիթ Քոչարյանի հանդիպումն այս անգամ Սովագի գյուղում էր։ Հավաքվածներն ուշադիր լսում էին առաջիկա ծրագրերի մասին, որոնց իրագործման համար անհրաժեշտ են մարդիկ, ովքեր տեղյակ կլինեն բնակչության հոգսերից։ Իր խոսքով հանդես եկավ ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հարությունյանը, ներկայացնելով Դավիթ Քոչարյանի առաջադրման սկզբունքները։ Դավիթ Քոչարյանը էությամբ հզոր անձնավորություն է, էությամբ լավ մարդ է ու համոզված ես կարող եմ ասել, որ ոչ մեկ Դավիթ Քոչարյանին ընտրելով երբևիցե չի փոշմանի եւ երբևիցե չի ամաչի։ Ձեր շնորհիվ է, ձեր վերաբերմունքի շնորհիվ է, ժողովրդի վերաբերմունքի շնորհիվ է, որ այսօր մենք նաեւ պատրաստ ենք մեծ պատասխանատվության գնալու, մեծ պատասխանատվություն ստանձնելու։ Այս ամեն ինչի համար շնորհակալություն։ Սոլակցիներին իրենց առջև դրված խնդիրների իրագործման տարբերակը ներկայացրեց Բարգավաճ Հայաստան կուսակցության Կոտայքի մարզի մարզային կառույցի համակարգող Սմբատ Եղազարյանը, նշելով, որ իրենց թիմակիցը Դավիթ Քոչարյանը այդ խնդիրների լուծումը ստանձնել է իր ուսերին։ Այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցություն աշխատում է թիմային ձևով, այսինքն թիմի բոլոր անդամները պատասխանում են ծրագրի իրագործմանը։ Հենց այդ իրագործողներից մեկը պետք է լինի մեր Դավիթ Քոչարյանը։ Մշակած ունենք լուրջ ծրագրեր, եւ այդ ծրագրերը դուք գիտեք մեր բոլոր հանդիպումներում պարոն Ծառուկյանը վերջերս հրազդանում հայտարարեց, որ 2-3 ամսում մենք դրանք իրագործող ենք։ Այսինքն այն կարևոր խնդիրները, որ կա, ծառայեցել է մեր ժողովրդի վրա, այսօր կուսակցությունը այդ ծանրությունը վերցնում է իր ուսերին եւ ասում է, ես կարող եմ այդ ծանրությունը տանել։ Դրա համար ձեզանից մի բան ենք խնդրում։ Այսօր ըստ ձեր խղճի կամոք գնացեք ընտրության։ Եվ այդ քվեով դուք եք վաղված ձեր այս փոքր երեխաների ապագան որոշողը։ Այսօր բոլորս խոսում ենք արտագաղթից, ազգի ծերացումից, չգիտեմ ինչ է, բայց այսօր ասում ենք տված այդ հնարավորությունը մեզ, բերեք այդ հնարավորությունը օգտագործենք։ Եթե մենք կարողացանք այս հնարավորությունը օգտագործել, վաղը պետք է մեկս մյուսին արդեն պատասխան տա։ Նայ իրար դեմքի ասենք, որ մենք ճիշտ ենք, թե սխալ ենք։ Եվ մի բան կա, իշքան էլ ասեն, գնահատականը վերջումնելու մեկը, ժողովրդի առաջ պետք է պատասխան տաս։
Սոլակ գյուղի երիտասարդ բնակիչը Սոնա Ավետիսյանը եւս բարձրացրեց ուսանողության անունից մի շարք խնդիրներ, բայց եւ այնպես ակնկալելով մայիսի 6-ին միասնական հաղթանակ։ Խաղաղ երկիր հաղթական